նույններ մեր կյանքում է ժողովուրդ, եթե մենք մեր հոգևոր դաշտում չենք, մենք հոգևոր տանը չենք, մեր հոգևոր տեղը չենք, թշնամին, սատանային հնարավորություն ենք տալի, որ գալիս է, քանդում է, վառում է, արևանգում է, գողանում է։ Մեր հոգևոր սիկլակը մեր եկեղեցին է։ Ես շատ եմ խոսում մեր եկեղեցի, թե երիտասարդներին, թե մեր քույրերի եղբայրների հետ, որ բաներ են պատմում, դժվար ճանապարհով են անցնում, կամ մեղքի մեջ են, ասում, բայց դու եկեղեցի գնում ես, բայց դու աղոթում ես, գործի տեղը դժվարություն է, դու աղոթում ես քո գոլեգաների համար, դու աղոթում ես քո ընտանիքի համար, քո երեխեքի համար, քո տիկնոջ համար, քո ամուսնու համար, քո ծնողների համար, ժողովուրդ, եթե մենք մեր հոգևոր տեղում չենք, թշնամին հնարավորություն ենք տալի, որ գալիս է, քանդում է, գողանում է, վառում է։ Ու գրած է, որ իրանք բարձրաձայն լացում էին։ Նենց են լացում, որ էլ ուժ չունեն։ Պատկերացնում եք ինչքան ցավ է եղել իրանց համար, որ հետ են վերադառնում, տենում են ամեն ինչ վառել են, ամեն ինչ գետին են հավասարացրել։ Ամեն ինչ կորցրել են, իրանց ընտանիքին, երեխեքին արևանգել են, իմանալով, որ իրենց ծախելու են։ Ու լացում են։ Նենց են լացել, մինչև ուժ չունեն։ Գիտեք, ամենասիրած խոսքերից մեկը Մատթեոս 5:4-ն է։ Երանի սկավորներին, որովհետև նրանք կմխիթարվորվեն։ Ես որ կարդում եմ գրած է, եթե ով է մխիթարում, դա Սուրբ Հոգին է։ Եթե ուզում ես Սուրբ Հոգին մխիթարի, մեկ-մեկ պիտի լացես։ Եթե քեզի պինդ ես սպառում, ձիգ ես սպառում, ասում ես ամեն ինչ լավ է, նշանակում պետք չի Սուրբ Հոգին քեզ մխիթարի։ Բայց եթե ուզում ես զգաս դա ինչ է նշանակում, որ Սուրբ Հոգին քո հետ է, քեզ մխիթարում է, քեզ ուժ է տալի, քեզ հույս է տալի, նշանակում է մեկ-մեկ կարաս լացես։ Մեկ-մեկ կարաս ասես, Տեր, ես իրոք չեմ հասկանում։ Տեր, ես քեզ հավատում եմ, քեզ սիրում եմ, բայց չեմ հասկանում, խես ճանապարհով պիտի գնամ։ Տեր ինձ օգնի, Տեր ինձ ճանապարհ ցույց տուր, որ ստեղից դուրս գամ։ Ու այդ ժամանակը, որ Սուրբ Հոգին քո հետ խոսում է, քեզ ուղղություն է ցույց տալի։ Բայց խնդիրը այն է, ժողովուրդ, եթե մենք այդ սիտուացիայի մեջ մնանք, այնքան լացենք, որ ուժ չունենանք ու չուզենանք այդ սիտուացիայից դուրս գանք, մեր սրտերը սառում են, մեր սրտերը դառնանում են։ Ու եթե մեր սրտերը դառնանում են, մենք ուրիշ ձև ենք պատասխանում։ Եթե մեր սրտերը դառնանում են, մենք սկսում ենք քարեր վեկալենք ու մեր կողքի մարդկանց քարկոծենք։ Որ մի հատ խնդրեմ։ Եթե մեր սրտերը դառնանում են, մենք սխալ պատասխաններ ենք տալի։ Հիշում եք, չէ՞, պատմությունը, որ ես սկսեցի իմ պատգամը, որ ասեց, ինձ նայեց ու ասեց, Աստված գոյություն չունի, եթե գոյություն ունենար, sense բան տեղի չէր ունենա։ Եթե մեր սրտերը սառում են, դառնանում են, մենք սխալ ձևի ենք պատասխանում։ Եթե մեր սրտերը սառում են, դառնանում են, մենք սխալ ձևի ենք, սխալ քայլեր ենք անում։ Խնդրում եմ, կարան երգչախումբը առաջ գան, դեպի ավարտ եմ գնում։ Տերը գոյություն չունի, եթե գոյություն ունենար, sense բան տեղի չէր ունենա, խնդրեմ եկեք։ Եթե մեր սրտերը դառնանում են, մենք սխալ ձևի ենք պատասխանում։ Մենք Տիրոջը չենք մոտիկանում, մենք Սուրբ Հոգուն հնարավորություն չենք տալի, որ մեզ մխիթարի։ Եթե մեր սրտերը դառնանում են, ժողովուրդ, մենք այդ զինվորների պես քարեր ենք վեկալում մեր ձեռը։ Քարեր ենք վեկալում ու ուզում ենք մարդկանց վնասենք, մարդկանց ցավ պատճառենք։ Ու իրանք մոռացել էին ումն են ցավ պատճառում։ Գիտեք, այդ զինվորները, 600 զինվորները մերժված զինվորներ էին։ Իրանք էլ էին սավուխից փախել։ Իրանք էլ էին սավուխից վախենում։ Դավիթը իրանց ընդունել է, տունա տվե, հացա տվե, մարդասարք է, բայց իրանք դա մոռացան։ Հենց դժվարության մեջ մտան, մոռացան Դավիթը ով էր իրանց համար, քարերը վեկալեցին։ Պատկերացնում եք, ես Սուրբ Գիրքը որ կարդում եմ, փորձում եմ կինոյի պես
վիդեոյի պես, կինոյի պես նայեմ։ Ես պատկերացնում եմ Դավիթը մեջտեղը կանգնած 600 զինվորներ ժողովրդյան 600 զինվորները քարերը վեկալել են ուզում են իրան քարկոծեն։ Մոռացել են ումն են ուզում քարկոծեն։ Եթե մեր սրտերը դառնանում են ժողովուրդ ջան, մենք մոռանում ենք ով է թալանողը, ով է գողանում է ամեն ինչ։ Ու մենք փորձում ենք մեր ցավը, մեր քարերով, մեր կողքի մարկանց վնասենք։ Եթե եկեղեցիում խնդիրներ ա լինում, քարը վեկալում ենք դեպի հովիվ ենք ուզում հետենք։ Բայց մոռանում ենք, որ հովիվը նույն ճանապարհով է գնում։ Իրա համար էլ է ցավ։ Եթե քարերը վեկալում ենք ուզում ենք մեր ծնողներին, մարդիկ ով որ մեր կողքին են էլ է միշտ, մեզ օգնել են, մեզ բարձրացրել են, մեզ ուժ են տվել։ Բայց եթե մեր սիրտը սառա, մենք էգոիստի ձև ենք մտածում։ Մենք մտածում ենք մեր սիրտը հանգստանա։ Կապ չունի մեր կողքի մարկանց վնասենք թե չէ։ Կապ չունի թե որ իրանք են նույն սիտուացիայով անցնում թե չէ։ Գիտեք Դավիթը չէր արևանգ է։ Դավիթը չէր իրանց տունը գետնին հավաս հարցրել։ Դավիթը չէր իրանց երեխեքին արևանգ է։ Ու մոռացել են որ Դավիթի տունել էին վառել։ Մոռացել էին որ Դավիթի երեխեքին էլ են արևանգ է։ Բայց եթե մեր սրտերը սառում են, մենք դրա մասին չենք մտածում։ Մենք քար ենք վեկալում։ Գիտեք, կներեք, որ սա ասում եմ, բայց սա ճշմարտություն է։ Գիտեք, ով են քարեր վեկալում։ Դա անում են հոգևոր թույլ մարդիկ։ Հոգևոր ուժեղ մարդ երբեք հայլ քար չի վեկալի։ Հոգևոր ուժեղ մարդը կանի ինչ որ Դավիթը արեց։ Դավիթն էլ էր ամեն ինչ կորցրել։ Իր ընտանիքին էլ էին արևանգը, բայց Դավիթը քար չվեկալեր։ Դավիթն էլ կարար քար վեկալեր, ասեր դուք եք ինձ ուզում քարկոծեք, մոռացել եք որ ես եմ ձեզ մարդ սարքե։ Ես եմ ձեզ ամեն ինչ տվել։ Ես ձեզ պիտի քարկոծեմ։ Դուք եք ինձ քարկոծում, բայց այտենց բան չարեց։ Ինքը քար չվեկալեց, ինքը ուրիշ քայլ արեց։ Ինքը ասեց քահանային բերեք։ Քահանային բերեք։ Ինքը քարը ընտրեց, բայց Տիրոջ խոսք ընտրեց։ Հոգևոր ուժեղ մարդիկ ընտրություն ունեն։ Քարը թե Սուրբ Գիրքը։ Հոգևոր ուժեղ մարդիկ միշտ սա են փնտրում։ Որտեվ սա է ճշմարտությունը, կյանքը, հույսը։ Ու Դավիթը ասեց քահանային բերեք։ Ու քահանան եկավ ու քահանայի երկու հարստվեց, Տիրոջը քահանայի միջոցով։ Ասեց գնամ իրանց հետևից ու կհասցնեմ, երկու հատ հարստվեց։ Գնամ իրանց հետևից Տեր, ու եթե ես գնամ իրանց կհասցնեմ, ու Տերը պատասխանեց։ Գիտեք, եթե մենք սա ընտրենք, Տերը միշտ կպատասխանի։ Տերը միշտ կպատասխանի, իր խոսքով կպատասխանի։ Ու Տերը պատասխանեց։ Ու Տերը ասեց. հետապնդիր ու անպայման կհասցնես։ Բացի իր հարցին պատասխանալուց Տերը ավելի շատ բան ասեց։ Դավիթը երկու հատ հարց տվեց. գնամ իրանց հետևից ու կհասցնեմ, Տերը ասեց գնա, կհասցնես ու կազատես բոլորին։ Դավիթը դրա մասին հարց չի տվել, ազատեմ, չազատեմ, ասես մենակ գնամ իրանց հետևից ու կհասցնեմ, բայց Տերը բարի Աստված է։ Եթե մենք իրան փնտրում ենք, եթե ընտրության դեմ ենք ժողովուրդ ջան, քարի թե Սուրբ Գրքի, ու մենք սա ենք ընտրում, Տերը պատասխանում է։ Ու Տերը մեզ ավելի շատ կտա, քան թե որ մենք իրան հարցնում ենք։ Դա վկայում է իր բարի սրտի մասին։ Տերը ողորմած է։